Ողջույն ձեզ։ Ես ամեն դեպքում ցանկացած պարագայում միշտ տեսամբյոնից հանդես եմ գալու բարեկրթության եւ բարեվարկության սահմաններում, անկախ ամեն ինչից։ Եվ մեր թիմը նույնպես այս մշակույթին հետևելու է եւ շարունակելու է։ Բարձր, ասենց։ Եկեք վերջապես հիշենք ինչի համար ենք հավաքվել, որովհետեւ ձեր ԿՊ-ի տեխնացուների պարագայում ամբողջ խոսույթը ուղղված է ուժեղ Հայաստանին եւ Հայաստան դաշինքներին։ Եվ այսօր հիմա որ ես սկսեմ խոսել տնտեսությունից, ոնց որ ընդհանուր այս տրամաբանությունից դուրս լինի իմ խոսույթը, որովհետեւ խոսել ենք ամեն ինչից, բացի Բաբկեն Թունյանից։ Եվ քանի որ այս տարի տնտեսական հանձնաժողովը իր մեջ ներառում է նաև գյուղատնտեսության ոլորտը, իսկ գյուղատնտեսության ոլորտը շատ խոր է եւ բազմազան, այսպես ասած, ճյուղավորված ոլորտ է, ես շատ կուզեմ եւ առաջարկում եմ, որպեսզի վերջապես Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը, որովհետեւ մենք իրականությանն ելնելով, ես պատահական չէր, որ հարց տվեցի պարոն Թունյանին, թե ինչպես է գնահատում գյուղատնտեսության ներկա վիճակը, գյուղատնտեսության ներկա վիճակը, ինչքան էլ sense մանր աճեր ունենանք, ինչ ունենանք, այս հսկայական պոտենցիալի սահմաններում բավականին ցածր է եւ շատ դանդաղ է զարգանում։ Մենք ունենք այն եզակի երկրներից ենք, որ ունենք կլիմայական բազմազան գոտիներ, մերձարևադարձային խիստ ցամաքային գոտուց մինչև մերձարկտիկական կլիմայական գոտի, որտեղ հնարավոր է աճեցնել բազմապիսի եւ բազմազան մշակաբույսեր։ Մենք ունենք ջրային բավարար ռեսուրսներ, 7 միլիարդ խորանարդ մետրից ավել մակերեսային կուտակման ջուր, ինչը մսխվում է մեր երկրում, մսխվում է մեծ քանակով։ Մեզ անհրաժեշտ է այս ոլորտը մանավանդ վերջին 1-2 տարիներին շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել եւ հիմա էլ մենք կանգնած ենք շատ լուրջ խնդիրների առաջ եւ պետք է կարողանանք պատվով դուրս գալ, որովհետեւ այսպես ասած կոնի վրա մեր գյուղացիների, մեր ֆերմերների քրտնաջան աշխատանքն է։ Ես ինքս որպես գյուղատնտեսությունով զբաղված մարդ եւ շատ մեծ կորուստներ կրած մարդ հորդորում եմ հնարավորինս շուտ բացել գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև այդ նախարարությունը այս խնդիրների պարագայում ենթադրում է շուտափույթ լուծումների, այսպես ասած, համակարգում գտնում։ Մենք ունենք բազմաթիվ եւ բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է հնարավորինս լուծվել։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը, ինչպես ցանկացած այլ ոլորտ, ապրում է շատ արագ զարգացում, տեղի են ունենում նոր հետաքրքիր ինովացիաներ, ավտոմատացման համակարգեր, որոնցից մենք բավականին հետ ենք ընկել։ Եվ պետք է այդ նախարարությունը զբաղվի միջազգային շուկայով տեղի ունեցող թրենդերով։ Եվ ինչքան էլ այս ոլորտը այն եզակի ոլորտներից է, որ ամբողջ աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները պետական աջակցություն են տրամադրում ֆերմերներին, որ կարողանան լինել մրցունակ։ ԱՄՆ-ից սկսած եվրոպական երկրներով մինչև Ավստրալիա, բոլորը պետք է ճիշտ թիրախային աշխատանք, որովհետև տարեկան 40 միլիարդ դրամ ավել գումար է մատակարարում այդ ոլորտ եւ այդ ոլորտում ստացվող արդյունքը բավարար չէ, ժողովուրդ հավատացեք, բավարար չէ։ Ամենակարևորը սննդի ոլորտը ինքը իրենից ներկայացնում է նաեւ պարենային անվտանգության բաղադրիչներից մեկը։ Թունաքիմիկատների ճիշտ վերահսկողություն։ Այսօր, որ մենք խոսում ենք շուկայի դիվերսիֆիկացման մասին եւ կարելի ասել չի ստացվում այս շուկան դիվերսիֆիկացնել։ Եվ պարոն Թունյան, որ խնդրեի Ռուսաստանի առաջարկը կասեք, ինչ առաջարկներ էին ասել վերաբացելու համար, եթե հնարավոր է թույլ կտաք։ Լավ, եզրափակիչում կասեք, առաջարկ եղել է այն, ինչ ես 7-8 տարուց ավել խոսում եմ, որ պարտադիր պետք է գյուղատնտեսության արտադրանքի արտադրության հետագծելիություն ապահովել, որպեսզի նաև կարողանանք լուծել առողջապահական խնդիր։ Այսօր այսքան հիվանդություններ, որ կան, այսքան խնդիրներ կան առողջապահական համակարգում, նաև սննդի հետ կապված խնդիրների պատճառով է տեղի ունենում։
Եվ վերջապես սելեկցիոն կայաններ, սերմնաբուծարաններ, վաղը մյուս օր, եթե ապաշրջափակումը լինի, ինչը անհրաժեշտ է մեր երկրի համար, գյուղատնտեսության որոշակի ճյուղեր պատրաստ չեն, որովհետև մեր մոտ սերմնաբուծարանների եւ սելեկցիոն կայանների ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում մենք չենք կարողանալու ստանալ մրցունակ բանջարաբոստանային մշակաբույսեր։ Մեզ պետք են նոր սորտեր, մեզ պետք են նոր հետաքրքիր մոտեցումներ, մթերման կայաններ։ Այս ամեն ինչը, պարոն Թունյան, նաև իմ առաջարկն է, որպեսզի դուք բարձրացնեք այս խնդիրը եւ հնարավորինս շուտ լուծվի։ Այսօր տեսեք, ինձ բազմաթիվ կոմբայնավարներ են զանգել, ասում են Հունձի շրջանը դիզելային վառելիքի կանեստրը բարձրացել է 11,000-ից ավելի բարձր եւ մենք չենք կարողանում մեր գործունեությունը իրականացնել։ Սա իրանից ենթադրում է շուտափույթ լուծումների, այսպես ասած, ներկայացում։ Կարող է պետք լինի սուբսիդավորել ներկապային կարող է պետք լինի սուբսիդավորել այս պահին հունձի ժամանակ դիզելային վառելիքը։ Մոտ ժամանակներս արդեն խաղողի բերքահավաքի ժամանակն է գալիս, ինչը ենթադրում է նորից հստակ գործիքակազմի կիրառում, որպեսզի ֆերմերը չմնա իր արտադրած, իր այսպես ասած աճեցրած բերքի մոտ ձեռնունայն։ Այս ամեն ինչը հետևում է հստակ անասնապահության ոլորտում, գիտեք, արդեն խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի պատճառով Հայաստանում տավարի միսը փետրվարից մինչև հիմա բարձրացել է 1000 եւ պլյուս դրամով կիլոգրամի կտրվածքով, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր հայրենակիցների սննդի հետ կապված հարցերում։ Եվ ամենակարևորը, դուք առաջ երբ որ ելույթ ունեցաք, մեզ ասացիք, որ նախորդ նստաշրջանում տնտեսական հանձնաժողովի նիստերին ընդդիմադիրները չեն մասնակցել։ Ես վստահ ասում եմ, ուժեղ Հայաստան դաշինքի տնտեսական հանձնաժողովի բոլոր անդամները ոչ միայն մասնակցելու են, այլ ակտիվ իրենց ներդրումն են փորձելու ունենալ եւ պլյուս մի հոգի եւ այդ մի հոգին ես եմ լինելու, հուսով եմ գյուղատնտեսության թեմաներով ինձ կհրավիրեք ձեր նիստերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ընդմիջում 1 ժամ։